Դեռ 2016 թվականի հունվարի 12-ին Իրանի տարածքային ջրերում տեղի ունեցած ամերիկացի զինվորականների ձերբակալությունը կրկին հայտնվել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև առճակատման վերլուծության կիզակետում։ Այս իրադարձությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումների և Իրանի դեմ սպառնալիքների սրմանը զուգահեռ ընդգծվում է որպես տարածաշրջանում Ամերիկայի ռազմական պարտության և նվաստացման խորհրդանիշ։ Այս միջադեպի ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերն արգրավել էին 10 զինվոր տեղափոխող երկու ամերիկյան մարտական նավ Ֆարսի կղզու մոտակայքում Իրանի ջրեր անօրինական մուտք գործելու համար։ Զինվորները 9 տղամարդ և 1 կին տեղափոխվել էին Ֆարսի կղզում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազա և տեխնիկական ու անվտանգության ստուգումներից հետո 24 ժամից էլ պակաս ժամանակում ազատ էին արձակվել միջազգային ջրերում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի այն ժամանակվա հրամանատարներն այս գործողությունը համարել են Պարսից ծոցի ջրերի վրա Իրանի զինված ուժերի լիակատար գերիշխանության արդյունք և ամերիկյան ուժերի վարքագիծը և այդ երկրի նավերի տեղաշարժերը առգրավման պահին որակել են որպես ոչ պրոֆեսիոնալ։ Նաև ընդգծվել է, որ նավերի մուտքը միտումնավոր չէր, սակայն Իրանի ինքնիշխանության խախտմանը արձագանքվել է վճռականորեն։ Տեղական վերլուծաբաններն այս միջադեպը գնահատում են որպես լուրջ հարված ԱՄՆ ռազմական գերիշխանությանը, մի հարց, որը նրանց կարծիքով մնում է Վաշինգտոնի քաղաքական հիշողության մեջ։ Այս միջադեպից գրեթե մեկ տասնամյակ անց Թրամփի կողմից հակաիրանական դիրքորոշումների ուժեղացումը, ռազմական տարբերակներ ներկայացնելը, ապա դրանցից նահանջելը համարվում են Իրանի զսպման շարունակականության և Ամերիկայի մտահոգության նշան ցանկացած ռազմական գործողության հետևանքների վերաբերյալ, նշելով, որ ԱՄՆ կառավարությունը միջազգային պատասխանատվություն է կրում ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող գործողությունների համար, Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Վաշինգտոնի վերջին տարիների քաղաքականության և գործողությունների արդյունքում զոհվել են Իրանի քաղաքացիներ։ Միջազգային իրավունքի անվիճելի սկզբունքների հիման վրա կառավարության կողմից ցանկացած անօրինական գործողություն ենթադրում է միջազգային պատասխանատվություն դրա համար, և ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող գործողությունների կատարումը պետք է ուղեկցվի պատասխանատվությամբ, ընդգծել է Բաղային։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը փաստագրել է ԱՄՆ-ի վերջին տասնամյակների բազմաթիվ հանցավոր գործողություններ, այդ թվում անօրինական պատժամիջոցների հետևանքները և դատական հայցեր է ներկայացրել միջազգային դատարաններ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ուժերի նախկին հրամանատար գեներալ լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը միջազգային հանցագործության հստակ օրինակ է։ Այս գործողությունը, նաև վերջին հարձակումները, որոնց ժամանակ զոհվեցին անմեղ քաղաքացիներ, միջազգային իրավունքի խախտման հստակ օրինակ են, և Իրանի կառավարության պարտականությունն է այդ հանցագործությունները հետապնդել իրավական և քաղաքական ճանապարհներով տարբեր մակարդակներում։ Բաղային նաև քննադատել է Վաշինգտոնի լարվածություն առաջացնող քաղաքականությունը և ընդգծել, որ ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությունը և առավելագույն ճնշումը տարածաշրջանում անկայունության և լարվածության հիմնական պատճառն են, և Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանելու ցանկացած պնդում արվում է այն դեպքում, երբ այս երկրի պատժամիջոցներն ու թշնամական գործողությունները ուղղակիորեն թիրախավորել են մարդկանց կյանքը։ Իրանը հավատարիմ է դիվանագիտության և միջազգային իրավունքի սկզբունքներին և կպաշտպանի իր ժողովրդի իրավունքները, թույլ չտալով, որ ԱՄՆ-ի հանցագործություններն ու ապօրինի ճնշումները մնան անպատասխան։ ԱՄՆ-ում անցկացված վերջին հարցումները ցույց են տալիս, որ այդ երկրի հանրային կարծիքն առավել քան երբևէ հոռետեսական է Իրանի դեմ ռազմական տարբերակի վերաբերյալ։ Հրապարակված հարցումների համաձայն ամերիկացի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ Իրանի դեմ ռազմական հակամարտությունը կլինի երկարատև, մեծածախս և առանց հստակ արդյունքների։ Ամերիկյան CBS News-ի հարցումը ցույց է տալիս, որ ամերիկացիների 67%-ը դեմ է Իրանի դեմ ռազմական գործողություններին, և միայն 32%-ն է կողմ։ Հարցվածների մեծամասնությունն ընդգծել է, որ այս մակարդակի ցանկացած որոշում պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից, մի կետ, որն արտացոլում է հանրային անվստահությունը արտաքին քաղաքականության մեջ միակողմանի որոշումների նկատմամբ։ Ամերիկացիների դեմ լինելու մեկ այլ հիմնական պատճառը Իրանի դեմ պատերազմի տարածաշրջանային և գլոբալ հետևանքների վերաբերյալ մտահոգությունը։ Մեծ թվով ամերիկացի քաղաքացիներ կարծում են, որ ռազմական գործողությունները կարող են արագորեն վերածվել Արևմտյան Ասիայում ավելի լայն պատերազմի, ճգնաժամի մեջ դնելով համաշխարհային անվտանգությունը, էներգետիկ շուկաները և նույնիսկ Վաշինգտոնի դաշնակիցներին։ Վերջին տարիներին իրանական օբյեկտների վրա ԱՄՆ-ի սահմանափակ հարձակումների արձագանքների փորձը նույնպես ծրել է այս մտահոգությունը, քանի որ հասարակական կարծիքի զգալի մասը հայտարարել է, որ այդ գործողությունները ոչ միայն Ամերիկան ավելի անվտանգ չեն դարձրել, այլև այն ենթարկել են ավելի մեծ ռիսկերի։ Ամերիկյան հանրային դիմադրությունը միակ զսպող գործոնը չէր, այլ ռազմավարական մտահոգություններ
գործողությունները, դաշնակիցների նախազգուշացումները եւ Իրանի հակահարվածի նկատմամբ վախը նույնպես դերակատար են եղել այս որոշման մեջ։ Այս բոլոր գործոնները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծամասնության կողմից Իրանի դեպ ռազմական գործողություններին դեմ լինելը արտացոլվում է ռացիոնալ եւ փորձի վրա հիմնված հաշվարկով, որը պատերազմը դիտարկում է ոչ թե որպես լուծում, այլ որպես նոր ճգնաժամի սկիզբ։ Ֆրիդա Ղազարյան, Վարդգես Հովհաննիսյան, TB News։